Խորհրդարանի ամբիոնից բարերար Սամվել Կարապետյանից 8 անգամ ներողություն չի խնդրի ԿՊԱ-կան Նարեկ Գրիգորյանը, այնինչ խոստացել էր։ Արդեն ներողություն խնդրել եք, Սամվել Կարապետյանին խոստանում եք ներողություն խնդրել։ Ես նման բան չեմ խոստացել, երբեք Կալուգայի Սամոյից չեմ ասել ներողություն կխնդրեմ, կամ ինչ որ դուք ասացիք Սամվել Կարապետյանից։ 10 օր առաջ Ֆակտոր TV-ի լրագրողի հարցին, թե վախենում եք, որ Իվանիշվիլիի մեթոդով բարերար Սամվել Կարապետյանը իշխանազրկի ԿՊ-ին, Գրիգորյանը պատասխանել էր. Ես Գեղարքունիքի մարզից եմ, եթե մեկ բարերարություն Գեղարքունիքի մարզում ինձ ցույց տակ, ես 8 անգամ ամբիոնից ներողություն խնդրեմ։ Ցույց տվեց մեր ձևովը։ 2022-ին Գեղարքունիքի Սոտք գյուղի վրա Ադրբեջանի հարձակումից տուժած 147 տուն է վերակառուցվել Սամվել Կարապետյանի միջոցներով։ Եկավ, տեսա, որ տունը անմխիթար վիճակում է, պատերը կայուն չէր, ճիշտ ասած այստեղ էինք ռումբը ու պայթելա մեր տունը շատ էր վնասել։ Այս տները, որ տենում եք, են կարմիր կրիչները։ Դրանք սա Սամվել Կարապետյանն է սարքել պատերազմից հետո, 44 օրից հետո, որ վնասվել էր, մարդը եկավ փոխեց 140 քանի հատ կրիչ։ Դեռ օգոստոսի վերջին, երբ Նարեկ Գրիգորյանը կասկածի տակ չէր դրել Սամվել Կարապետյանի Գեղարքունիքում արած բարեգործությունները, Սոտքում Արմնյուզի տեսախցիկի առաջ մարդիկ խոսել էին կառավարության ու Տաշիր բարեգործականի արած գործերի տարբերության մասին։ 4 տուն է ընդամենը պետությունը շինել։ Հայոց լեզվի ուսուցչուհի 68-ամյա Ադելինա Մնացականյանը պատմել էր, պետությունից որպես աջակցություն ճուտ ու մի քանի տնկի է ինքը ստացել։ Մի անգամ ճուտեր են բերել ջրի տվել, իհարկե բոլոր ակլորին, նպատակահարմարել չէր պահելը, էլ ինչ ասեմ, տնկիներ են տվել։ Բայց ամենամեծ աջակցությունը Սամվել Կարապետյանից են տեսել, ասում է Սոտքի բնակիչը։ Ամենամեծ բարեգործությունը, որ արել են, մեր տան կտուրներն են, որ տանիքները որտեղ ապրող կա ու վնասվել է, իհարկե Սամվել Կարապետյան, Տաշիր Սամոյի։ Մարդը իր միջոցներով եւ տանիքները փոխեց։ Մերը նույնիսկ փայտեր են ավելացրել, մի քիչ բարձրացրել, ինչ որ հարմար սարքել էլի, այս դեմը մերը եղել է։ Չուզեցին ոնց որ քանդեն թողնեն, արեցին, էտել արեցին տղաները։ Հետո պատերը, որ սենց միատեսակ են արել, էտել է իր շնորհիվ։ Եթե սա չլիներ, ինձ թվում է էլի շատ վհատվողներ կլինեին։ Իշխանությունը փորձում է արժեզրկել Տաշիր բարեգործական հիմնադրամի գործունեությունը։ Մեր ձևովը պնդում է Նարեկ Գրիգորյանը պետք է ներողություն խնդրի։ Փոխարենը ԿՊԱ-կանը արդարանում է, թե Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործոն դառնալու համար էր 2022-23 թվականներին տներ կառուցում։ Իսկ դրանից առաջ ու այդ 2022-23 թվականին արդեն անցած տարի դպրոցում պայուսակ բայրն էր։ Մեր մեծերը եւ մեր պապերը սովորացրել են, որ հայ տղամարդը պետքա լինի իր խոսքի տերը։ Բան ես ասել, պիտի անես։ Post factum նոր պայմաններ մտցնել չէ էլի։ Մեր ձևով շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը Գեղարքունիքում Տաշիր գրուպի այլ ներդրումների մասին է հայտնում, ստիպված։ Գեղարքունիքի մարզում 2020 թվականին Ճամբարակ առողջության կենտրոնը եւ Արթենիսի հիվանդանոցը Տաշիր բարեգործական հիմնադրամից աջակցություն է ստացել, ֆինանսական աջակցություն։ Անկեղծ ասած մյուսը չէի ուզի ասեմ, բայց ասեմ, որ ցենց սղացնելու էլ տեղ չունենակ։ 44 օրյա պատերազմից հետո մեր եղբայրներ, մեր զոհված եղբայրների, մեր հերոսների 309 ընտանիքի էլեկտրաէներգիայի վճարը այդ ընտանիքների փոխարեն վճարել է Սամվել Կարապետյանը իր միջոցներից։ Մեր ձևովը կարող է ցանկը շարունակել, եթե ԿՊԱ-կանները շարունակեն Սամվել Կարապետյանի անունը ստվերելու փորձերը։ Թերեզա Կադաևչյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։